ապագայի Հայաստան, բնակիչների բոլոր շփումները պետության հետ, դիմումների մեկ պատոհան սկզբունքով։ Այսինքն այստեղ մենք համակարգ ենք նախատեսում, որի օգնությամբ մարդիկ կդադարեն տարբեր պետական կառույցներով շրջել, ինչ-որ դիմումներ ստանալ, ինչ-որ հայտեր ներկայացնել, տրանսպորտ նստել, գնալ քաղաքի մի ծայրից մյուս ծայր, մանավանդ տարեց մարդկանց համար դա շատ լուրջ պրոբլեմ։ Այսինքն արմատական մենք այս հարցը լուծում ենք տալիս։ Ուրեմն մի անգամ էլ կուզեի ձեզ հիշեցնել, որ բոլոր այս բարձրացած հարցերը, այս քննարկումների վերաբերվում են ուղղակի մեր երկրի զարգացմանը։ Այսինքն եթե մենք լուծենք այս բոլոր հարցերը, մեր երկիրը տասնյակ անգամ ավելի արագ կզարգանա, քան եթե մենք դա չանենք։ Եթե մենք ուզում ենք, որ երկիրը շատ արագ զարգանա եւ շատ արագ հարստանա, միանգամից մի քանի ուղղությամբ պետք է աշխատել, որ ուղղություններն են եւ դրանց լուծելու ամենակարճ ձևերը որոնք են, հիմա մենք միասին դա մտածում ենք եւ որոշում ենք եւ այդ պլանն ենք կազմում։ Այդ ծրագրի անունը հիշեցնեմ որոշեցինք դնել ապագայի Հայաստան։ Մեր երկրի գլխավոր գաղափարախոսությունը պետք է լինի մեր ավանդույթների պահպանումը։ Սրան հիմա շատ քիչ են ուշադրություն դարձնում, բայց շատ մարդկանց դա շատ հոզում է։ Այսինքն անտեսում են, թողում են ինչ-որ սենց ռուսերեն ասած սամատյոկի, ոնց կլինի, բայց դա շատ սխալ է, որովհետև այն որ մենք մեր երկիրը, մեր ժողովուրդը քանի հազար տարի գոյություն ունի, դա դրա շնորհքն է, փողի ինչ-որ հարստության շնորհքը չի, դա ճիշտ դրվածքի շնորհքն է։ Ուրեմն, իսկ դրանցից ամենակարևորը հարգանքն է ավագ սերնդի նկատմամբ։ Այսօր մենք տեսնում ենք մի տխուր պատկեր, տարեց մարդկանց ստիպում են գլուխ հանել բարդ հեռախոսային ծրագրերից, տերմինալներից եւ խճճված սխեմաներից։ Կամ եթե մարդիկ տերմինալից չեն կարողանում օգտվել, ժամերով պետք է բանկերում հերթ կայնեն, տարեց մարդկանց մասին է հիմնականում խոսքը եւ այլն։ Ավտոբուսի այդ տոմսերը գնելու ձևը, չգիտեմ, քարտային համակարգ, այդ ամեն ինչը շատ ուժեղ ստրես է տարիքով մարդկանց համար։ Դա շատ անշնորհ անհարգալից վերաբերմունք է մեծ սերնդի նկատմամբ։ Այդ համակարգերը հաճախ ստեղծվում են երիտասարդ ծրագրավորողների կողմից, ովքեր ապրում են իրենց թվային աշխարհում եւ բացարձակ հաշվի չեն առնում մեծահասակների հոգեբանությունը։ Բյուրոկրատիան չպետք է լինի տանջանք։ Ստիպել պապիկին կամ տատիկին միայնակ լրացնել հարկային հայտարարագիր կամ հավելվածի մեջ փնտրել ճիշտ կոճակը նշանակում է նրանց ենթարկել ուժեղ ստրեսի։ Տարեց հասակում ցանկացած նման ծանրաբեռնվածություն լուրջ փորձություն է եւ տանջանք, որը քայքայում է առողջությունը։ Այսինքն երիտասարդը մի կողմից որ երիտասարդ ղեկավարներ են, դա լավ է, էներգիան շատ է, բայց մյուս կողմից դա շատ մեծ պրոբլեմ է, որտեվ այդ երիտասարդները չեն հասկանում տարիքով մեծերի հոգեբանությունը, նրանց մտածելու շատ պահպանողական ձևը, որ նրանք ուղղակի ֆիզիկապես չեն կարող հարմարվել այդ նոր ձևերին։ Նենց չի, որ նրանք չեն ուզում են, բայց չեն կարող։ Ջահելները դա արհամարում են, դա շատ վատ է։ Դա անթույլատրելի է, անհրաժեշտ է շտապ միավորել պետական բոլոր տվյալների բազաները եւ ստեղծել քաղաքացիների դիմումների համար մեկ պատոհան։ Այսինքն կլինի դա ԶԱԳՍ-ը, պասպորտ սեղանը, ոստիկանությունը, ես չգիտեմ, դատարան, ցանկացած պետական տեղ, որտեղ որ մարդ պետքա գնա, ինչ որ դիմում տա, ինչ որ տեղեկանք վերցնի, այդ սաղ պետքա վերացնել ու գցել պատմության գիրկը։ Հերիքա մարդկանց տանջել։ Այսօրվա դրությամբ բոլոր
հնարավորություն, այսօր չէ, արդեն 20 տարի է այդ հնարավորությունները կան, ստեղծել մի հատ բազա, մի հատ փոքր համացանց մեր երկրի ներսում, որ այդ բոլոր ստրուկտուրաների տվյալները իրար հետ կապնվեն, իրար փոխանցվեն։ Դրա համար մարդուն պետք է լինի ընդամենը գնալ իր գյուղում ինչ որ մի հատ բուտ կա, որտեղ որ պետական մեր դրոշնա ու գրված է, որ պետական դիմումների մեկ պատուհան, մոտենա այդ պատուհանին, այնտեղ նստած լինի մի ջահել աղջիկ եւ ցանկացած հարցով դիմի, այդ աղջիկը ցանկացած պահին ինչ տեղեկանք որ պետք է տպի, տա նրան կամ ընդունի ինչ որ դիմում եւ փոխանցի, ասենք դատարան։ Ամեն անգամ երբ ձեզ անհրաժեշտ է որևէ տեղեկանք վերցնել, երկարա ձգել անձնագիրը, լուծել կենսաթոշակի հետ կապված հարցերը, թարգմանել կամ վավերացնել ինչ-որ փաստաթղթեր, կամ հաշվառման կանգնել զինկոմիսարիատում, կապ չունի թե ինչ հարց է։ Այդ ամենը կարող է արվել մեկ վայրում։ Տեխնոլոգիաները վաղուց արդեն մեզ դա թույլ են տալիս։ Ամեն փողոցում, ամեն գյուղում պետք է լինեն կետեր, որոնք կոչվում են պետական դիմումների պատուհան։ Եվ այնտեղ պետք է լուծվեն բացարձակապես բոլոր հարցերը։ Միակ բանը, որ պետք է ունենալ ձեռքի տակ, անձնագիրն է եւ վերջ։ Շատերդ կհարցնեք, արդյոք դա հնարավոր է։ Ես կպատասխանեմ, որ 100%-ով դա վաղուց արդեն հնարավոր է։ Միակ պատճառը, թե ինչու հիմա միջև այսօր դա այդպես չի արվել, մեր պետական աշխատողների եւ նրանց ղեկավարների ծուլության հետևանքն է։ Ձեզ անընդհատ ուղարկում են մեկ այս պետական հիմնարկ, մեկ այն պետական հիմնարկ, ստիպում են դիմում գրել, ստիպում են ամեն անգամ լրացնել միևնույն տեղեկությունները եւ ամեն անգամ մարդու մոտ ստեղծում այնպիսի զգացողություն, որ ինչ արվում է, միայն մարդկանց չարչարելու համար է արվում, այսինքն տպավորությունն է, որ ինչ որտեղ քեզ ձեռ են առնում, անդադ այդ թղթերի վրա նույն անուն, ազգանուն, հասցե եւ այլն գրել։ Մեկ պատուհանի սկզբունքը, որի մասին ես խոսում եմ, առաջին հերթին պետք է լինի նրա համար, որպեսզի բոլոր քաղաքացիներին ազատի պետության հետ շփվելու ստրեսներից։ Մեծամասնության համար այդ ամենը շատ բարդ է, վախեցնում է եւ զգալիորեն բարդացնում է նրանց կյանքը, հատկապես մեծահասակների համար։ Այդ պատուհանում նրանց պետք է դիմավորի իրական մարդ, քաղաքավարի աշխատակից, ով ողջ բարդությունը կվերցնի իր վրա։ Տարեց մարդը կարիք չունի իմանալու, թե ինչպես է աշխատում տվյալների բազան։ Նրանից պահանջվում է ընդհանրապես մոտենալ եւ ասել իր կարիքը, վճարել հարկը, ստանալ տեղեկանք կամ ուղղակի օգնության կանչել։ Մարդ կարող է ուղղակի գալ այդ պետական պատուհան եւ օգնության կանչել, ասել, որ հրդեհ է, պետքա հրշեջներին կանչել։ Պահիտակ կարող է մարդը այդ հրշեջների համարը մոռացել է, ոնց էին 0-ով էր, 1-ով էր, ոնց էր, հասկանում եք, ամեն ինչ տեղ պետքա լինի։ Այդ աշխատակիցը նրանց համար կլինի այն հոգատար թոռը կամ զավակը, ով ինքը կլրացնի բոլոր ձևաթղթերը, ամեն ինչ կբացատրի պարզ լեզվով եւ հարցը կլուծի տեղում։ Երիտասարդների համար պետք է լինի խելացի հավելված հեռախոսների համար։ Այդ նույն մեկ պատուհանի սկզբունքը, որը արհեստական բանականությամբ, որը քայլ առ քայլ կուղղորդի ու կավտոմատացնի հարցումները։ Մեծահասակների համար քայլային հասանելիությամբ գրասենյակներ, որոնք պետք է ավելի շատ լինեն, քան օրինակ Wildberries-ի կետերը, եւ մարդկային ջերմ վերաբերմունք։ Մեր նպատակը հարմարավետությունն է, այլ ոչ թե մարդկանց ստրեսի մեջ մտցնելը։ Երբ համակարգն աշխատում է ոչ թե որպես սառը մեքենա, այլ որպես օգնական, բոլորիս կյանքը դառնում է շատ ավելի հանգիստ։ Նայեք, ասենք ԶԱԳՍ-ն է, պասպորտ սեղանն է, թե ինչն է, թե ոստիկանությունն է։ Բոլորը ունեն ինչ-որ իրանց համակարգիչների մեջ չոր տվյալների բազա։ Այդ տվյալների բազաները բոլորը
կարան լցնեն մի հատ համընդհանուր մեծ պետական բազա, եւ քանի որ հիմա արդեն կան այս ծրագրերը արհեստական բանականությամբ աշխատող, որոնք շատ արագ մարդու պես կարողանում են քո ուզած օրենքը հենց նույն պահին, ասենք, հանել, բերել, կամ հասկանալ ընթացակարգը ոնց է, ոնց ես դու հայտ ներկայացնում, օրինակ դատարան, այդ աղջիկը, որ այդ մեկ պատուհան սկզբունքով, այդ փոքր պատուհանի հետևում այդ աղջիկը, որ ջահել աղջիկը, որ նստած է, պետք է ինքը ամեն ինչ իմանա։ Նա ունի ինչ-որ ծրագիր, որը որ ասենք էս հիմիկվա, ով որ տեղյակա ChatGPT կամ Gemini այս ծրագրերը, որոնց դու հարց ես տալի մարդու պես, ինքը քեզ մարդու պես շատ արագ պատասխանում է։ Այդ ծրագրերի հիման վրա կարելի է մշակել մեկ պետական ծրագիր, որի համար, ասենք, կպահանջվի ինչքան գումար ասենք այդ պետական ծառայողներին, եթե տարվա վերջ տալիս են պարգևավճարներ, այդ մի տարվա պարգևավճարների գումարով կարելի է վարձել փոքր ծրագրավորող, խելացի ծրագրավորողների թիմ ու նրանք ամեն ինչ կանեն, որ այդպես լինի, ոնց որ ես ներկայացրեցի։ Այսինքն պետության հետ գործ ունենալուց ինչ որ տեղեկանք վերցնել, ինչ որ դիմում գրել, հետո գնալ թարգմանել, հետո ապուստել եւ այլն, ուղարկել արտասահման, այդ ամեն ինչը պետք է արվի մի տեղ։ Մեկ պատուհանից քեզ պետք է։ Դու մարդկային լեզվով բացատրում ես քեզ ինչա պետք, քո անձնագիրը տալիս ես, նրանք լրացնում են քո փոխարեն ինչ որ պետք է եւ ասում են, ասենք, մի շաբաթից կգաք պատասխանը կվերցնեք։ Վերջ։ Մուծումը անում ես պետական եւ վերջ։